2020-ից մինչև այսօր 1800-ից ավելի բարեվարկության եզրակացություններ է տվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բնականաբար ինչպես դրական, այնպես էլ բացասական, ու քանի որ այս եզրակացությունները խորհրդատվական են, ոչ պարտադիր, այն ըստ էության չի կաշկանդում հանձնաժողովից բարեվարկության բացասական եզրակացություն ստացած անձանց նշանակել պաշտոնների, սակայն հանձնաժողովից փոխանցում են այս հարցում տենդենսների փոփոխություն են նկատում։ Հակակոռուպցիոն կոմիտեում օրինակ ընդհանրապես չունենք բացասական եզրակացությունով նշանակումներ, դատական դեպարտամենտում բավականին նվազել է թիվը, դատախազությունում է պահպանվում, այնտեղ արդեն մի փոքր շատ են։ Բարեվարկային բացասական եզրակացությամբ դատախազությունում պաշտոնների նշանակվողները գործող դատախազներն են, նրանք, ովքեր ընդգրկված են առաջխաղացման ցուցակում, այսինքն ոչ թե օրինակ դատախազ դառնալու թեկնածուների ցուցակում հայտնվել ցանկացողները։ Հիմնական խնդիրը նրանում է, որ առաջխաղացումները ըստ էության որևէ ձև դիտարկել հնարավոր չէ եւ հետեւաբար նաեւ հնարավոր չի լինում վերհանել, թե բարեվարկության ինչ հնարավոր եզրակացություններով է այդ առաջխաղացումները տեղի ունեցել, process-ը ինքնին փակ է, որևէ հանրային մշտադիտարկման մասնակցության հնարավորություն չկա եւ չենք էլ կարող գնահատել արդյոք այն բոլոր առաջխաղացումները, որոնք համակարգում տեղի են ունենում, արժանիքահեն են, համապատասխան են սրա։ Երևույթն ինչպես է ազդում արդարադատության համակարգի վրա մասնագետների գնահատմամբ ուղիղ նաև այսպես են խարխլվում արդարադատության հիմքերը։ Դատարանում պետական շահ ներկայացնողի մասին պետական հանձնաժողովը բացասական կարծիք ունի, էլ ինչ հիմքով է պետական շահը ներկայացնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։